Տիկին Բրուտյան, ինչպես է գնահատում այն, ինչ տեղի ունեցավ Կիրակի օրը Հովանավանքում։ Իհարկե ներկայիս իշխանություններից գալուց հետո մեզ քիչ բան է արդեն զարմացնում։ Նրանք ամեն անգամ ապացուցում են, որ չունեն որևիցե կարմիր գծեր, չունեն սրբություններ, չունեն սահմաններ։ Ինչ կատարվեց Կիրակի օրը Հովանավանքում, դա արդեն ցանկացած ֆանտազիաներից դուրս բան էր։ Ես դա անվանում եմ սրբապղծություն, որովհետև ուրիշ անվանում դրան չեմ կարող տալ։ Փաստացի Կիրակի օրը այդ տեսակին ես պարակտիչներ եմ անվանում, սրբապիղծներ, իրենք օկուպացրեցին 13-րդ դարի հայկական եկեղեցին։ Այո, Հովանավանքը այժմ օկուպացված է։ Ես վստահ եմ, որ դա ժամանակավոր բնույթ է կրելու։ Հետո կվերահսկենք մեր եկեղեցին, ես վստահ եմ, որ այդպես կարվի, եւ այնտեղից դուրս կվռնդենք սրբապիղծներին։ Ես այդ արարողությունը, չգիտեմ, հակաեկեղեցական, հակահայ եւ նման ուրիշ բառերով կարող եմ բնութագրել, ու դրան ուրիշ անվանում չեմ կարող տալ։ Նիկոլ Փաշինյանն ու իշխանության քարոզչամեքենան բազմամարդ հավաքի մասին էին խոսում եւ նախկին հոգեվորականն էլ 10,000 մարդու ներկայության մասին էր խոսում։ 10 օր բոլոր պետական կառույցները, կուսակցական գրասենյակները մարդիկ էին հավաքում, բայց մասնակիցների թիվը չէր անցնում 2000-ը։ Սա ինչով եք պայմանավորում, մարդիկ մերժեցին Փաշինյանին։ Այո, ես գիտեմ, որ նրանք բոլոր իշխանական վարչական ռեսուրսները օգտագործում էին, որպեսզի բազմահավաք ինչ-որ իրադարձություն կազմակերպեն Հովանավանքում։ Նախորդ օրը, նույնիսկ Կիրակի օրից առաջ գրվում էր, որ բոլոր մարզպետներին հրահանգավորված է, որ մարզերից բոլորին հավաքեն մարդաքանակ, իսկ ավելի շուտ գլխաքանակ հավաքեն, որպեսզի ցույց տան, որ ինչ մեծ աջակցություն ունի Նիկոլ Փաշինյանը եւ կարգալույծ քահանա այժմ Ստեփան Ասատրյանը, բայց մենք տեսանք իրականությունը, այո, մաքսիմում 2000 մարդ էր հավաքված ու շնորհակալություն լրագրողներին, ովքեր այդ օրը այնտեղ աշխատում էին, որովհետեւ նրանք հատ ցույց տվեցին, թե ովքեր էին այնտեղ գտնվում։ Այնտեղ մարզպետներն էին, ոմանք կանանց հետ, միգուցե բարեկամների հետ, ես իրանց բարեկամներին, երեխաներին չեմ ճանաչում, բայց վստահ եմ, որ ասվել է բոլորդ ում կարաք ձեր հետ բերեք։ Այնտեղ քաղաքապետեր էին, այնտեղ Երևանի քաղաքապետարանի աշխատողներ էին, ավականու ներկայացուցիչներ կային ԿՊ-ից, մինիստրներ կային, նախարարները, ոչ բարով առողջապահության նախարարը, շնորհիվ մեր տղաների 44-օրյա պատերազմի զոհված տղաների մարմինները երկար ժամանակ նկուղներում էին գտնվում, այնտեղ սրբապիղծների հավաք էր։ Այդ իրադարձությունը եւ այնտեղ ներկա գտնվողները առնչություն չունեն ոչ Աստծո հետ, ոչ առավել եւս հայ առաքելական եկեղեցու հետ, որովհետեւ նրանք նույնիսկ Աստծուց չեն վախենում։ Նրանք անհավատներ են, բայց դա մեկ է, իրանց չի փրկելու։ Եթե իրենք չեն հավատում Աստծուն, իրենք տարբեր աղանդների ներկայացուցիչներ էին այնտեղ, միգուցե չգիտեմ, ընդհանրապես տարբեր ուրիշ կրոնների ներկայացուցիչներ են, ես արդեն Նիկոլ Փաշինյանի պահով էլ վստահ եմ, որ նա ընդհանրապես հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ, նա իր քայլերով դա արդեն ապացուցել է։ Նախորդ տարի նա հրաժարվել էր Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հաղորդություն ստանալ, պատարագից հետո նա շուտ գնաց, որ հաղորդությանը ներկա չգտնվի, ու լավ արեց, նա կապ չունի մեր եկեղեցու հետ։ Հետո հիշում ենք ինչպես նա Թուրքիայում մզկիթ դարձրած ուղղափառ եկեղեցին մզկիթ դարձրած այժմյան կապույտ մզկիթ է կոչվում, նա բոլոր կանոնները պահպանելով ոտաբոբիկ մտավ մզկիթ։ Վերջերս մենք տեսանք, որ Վատիկանում նա կաթոլիկ հոգևորականի ձեռքից հաղորդություն ստացավ։ Եթե հաղորդություն է ստանում, դու ուրիշ կրոնի, ուրիշ թևի, քրիստոնեության ուրիշ թև է կաթոլիկ եկեղեցին, բոլորս գիտենք, բայց դա արդեն դու դառնում ես այդ եկեղեցու հետևորդ։ Ես չգիտեմ արդեն Նիկոլ Փաշինյանը ինչ սրբություններ ունի, նա ժամանակին կյանքի խոսք աղանդի ինչ որ ներկայացուցիչի գրառումներ էր իր էջում տարածում, նա երևի ընդհանրապես սրբություն չունի, նրա սրբությունը փողն է երևի, ու իր նման անհավատ
հակառակորդների, հայ առաքելական եկեղեցու հակառակորդների, պարակտողների, ինչպես ասում են, հերձվածողների, ռասկոլնիկի, ռուսերեն բառը ավելի հստակ է դա բացատրում, իրենք հավաքել էին այնտեղ եւ ես նույնիսկ չեմ կարող այնտեղ գտնվող ժողովուրդ, ոչ ԿՊԱ-ական ներկայացուցիչներ, իրենց հետ եկած մարդկանց է, ես չեմ կարող համարել հայ քրիստոնյաներ, հավատացյալներ, որովհետև եթե նրանք իսկապես քրիստոնյա հայեր լինեին, Աստծուն հավատային, նրանք ընդամենը կհասկանային, թե դա ինչ է նշանակում կարգալույց եղած քահանան, որը էլ որևիցե իրավունք չունի եկեղեցու ինչ-որ ծիսակատարություն իրականացնի, կլինի պատարակ, կլինի պսակ, կլինի մկրտություն եւ այլն։ Հանրային նման թույլ աջակցությունը, օրորի պակաս ռեյտինգը կարող են արդյոք Փաշինյանին ստիպել գնալ արտահերթ ընտրությունների, որպեսզի ընդդիմադիր ուժերը անպատրաստ լինեն դրան։ Ես չգիտեմ նա ինչեր կարող է անել, ճիշտն ասած ես չեմ մտածում, որ այսքանով ամեն ինչ կավարտվի, այո, Կիրակի օրը ապացուցվեց, որ նա չունի աջակցություն, մեծ աջակցություն, դա բոլորս տեսանք, ինչպես Երևանի քաղաքապետարանի ընտրություններից առաջ վերջին հանրահավաքին բոլոր մարզերից բերել լցրել էին, որ Ավինյանի հետևից քայլեն, երեկ է բոլոր մարզերից Երևանից էլ հավաքը տարել էին այնտեղ, բայց նույնիսկ այդ ռեսուրսները օգտագործելով նա չկարողացավ կազմակերպել բազմամարդ հավաք ասեմ, որտեղ դա պատարակ չեմ կարող ես անվանել, ինչ որ արարողության։ Ես չգիտեմ նա ինչ քայլերի կարող է դիմել, հնարավոր է գնա արտահերթ ընտրությունների, բայց չգիտեմ ինչ աջակցություն կստանա, որովհետև բոլորս արդեն փաստացի տեսնում ենք, որ ներկայիս վարչապետ կոչեցյալը որևիցե մեծ աջակցություն էլ չունի ժողովրդի կողմից, ես չգիտեմ, անկեղծ ամենասարսափելի սցենարներն էլ կարող եմ պատկերացնել, որովհետև նրա ֆանտազիան անսահման է, բայց ես վստահ եմ, որ կլինի արտահերթ, թե կլինի հերթական ընտրություններ, ես վստահ եմ, որ ընդդիմությունը հաղթելու է։ Մենք արդեն փաստացի տեսնում ենք, որ նա էլ որևիցե աջակցություն չունի։ Կարող է իրեն մեջ տեղից ճղի, ինքը էլ աջակցություն չունի։ Մարդիկ արդեն բոլորը տեսնում ու հասկանում են, թե ով է իշխանության եկել։ Ես շատ հաճախ թե կարդում եմ, թե հանդիպումների ժամանակ մարդիկ են լինում, ովքեր իրենց ամոթանք են տալիս, որ ժամանակին ընտրել են, փոշմանել են, շատերն են փոշմանել եւ մենք դա տեսնում ենք եւ բացի այս հակահայ իրեն քայլերից մենք տեսնում ենք մարդկանց սոցիալական վիճակը, խայտարակ վիճակում են մարդիկ գտնվում, ծայրահեղ աղքատությունը աճում է, գները օր-օրի թանկանում են, խայտարակ արագությամբ ամեն ինչի գները թանկանում են եւ մարդիկ գոնե իրենց առօրյայում էլ չեն կարողանում որևիցե ձև նորմալ գոյատևեն, մարդիկ ընտանիքներ չեն կարողանում պահել, թոշակներ, աշխատավարձներ նույնն են մնում, ուզում եմ ասեմ բոլոր առումներով մարդիկ հասկացել են, որ այս իշխանությունները էլ չպետք է մնան երկրի ղեկին, իրենք վաղուց մերժված են, կարող են իրենց բոլոր ԿՊԱ-ականներով հավաքվել, գնան իրենց ընտրեն, միևնույն է իրենք չեն հաղթելու, ես դրանում ուղղակի համոզված եմ։ Հրապարակվեցին կադրեր, որոնք վերագրվում են բարձրաստիճան հոգևորականներից մեկին, իրական լինեն դրանք թե կեղծ, մի բան ակնհայտ է, որ իշխանությունները անցնում են կարմիր գծերը, ինչ պետք է անի այս դեպքում հանրությունը, եկեղեցին, ինչպես կարելի է պայքարել նման իշխանության դեմ ու իրենց նման գործելավոճի դեմ։ Դուք ասեցիք հատում են բոլոր կարմիր գծերը, ես նախորդ պատասխանի մեջ էլ ասեցի, իրենք չունեն կարմիր գծեր։ Իրենք արդեն ապացուցել են, որ որևիցե հարցում, որևիցե ինչ-որ թեմայի շուրջ իրենք կարմիր գծեր չունեն, ու դա ամենավտանգավորն է։ Ինչ վերաբերում է այդ տեսանյութերին, անկեղծ ասեմ, ես բառեր չեմ գտնում, ես վստահ եմ, որ այդ տեսանյութերը կեղծ են։ Ես ինքս 100% վստահ եմ, որ կեղծ են։ Ինչու կոնկրետ այդ հոգևորականի դեմ են ուղղված այդ տեսանյութերը, որովհետև ես անունը կտամ մեր շատ հարգելի
Արշակ Սրբազանը, ինքը այն սրբազաններից է, այն հոգևոր այրերից է, ով երբեք չի խուսափել ճիշտը բարձրաձայնել, թե ներկայիս իշխանությունների մասին, թե մեր ցեղասպանության մասին, թե Ռոբերտ Քոչարյանի տարիների մասին, նա միշտ անկեղծ խոսել է, չի վախեցել բարձրաձայնել որևիցե խնդիր, որևիցե քննադատություն, ասենք, չի լռել։ Եվ ներկայիս իշխանությունները սարսափում են նման մարդկանցից, որովհետև նրանց խոսքը շատ ազդեցիկ է, մարդկանց վրա ազդում է, մարդիկ լսում են նրանց, ինչպես Միքայել Սրբազանին էին լսում, ինչու նրան արագ ուղակի կալանքը տվեցին, դատավճիռը կայացրեցին, որ նա լռի ուղակի, մեկուսացրեցին, որովհետև նույնիսկ դատական նիստերի ժամանակ ամեն խոսքը Միքայել Սրբազանի էլի տարածվում էր, մարդիկ տարածում էին, լսում էին, նույնը Արշակ Սրբազանի մասին եմ ուզում ասեմ, դա կեղծ տեսանյութեր էր, ես շատ ուրախ եմ, որ Արշակ Սրբազանը շատ արագ պատասխանեց այդ կեղծիքի, վերաբերյալ խոսեց, գրառում արեց եւ նա շատ արժանի ձևով պատասխանեց, ինչ վերաբերում է սրանց, դա ինձ ուժը չի զարմացնում, որովհետև իրանք եկած օրից, իրեն իշխանության եկած օրից, իրենք միայն զբաղված են մարդկանց անձնական կյանքերը փորփրելով, կեղծիքներ ստեղծելով, ինչքան կեղծ ձայնագրություններ են հրապարակվել, հետո որ ապացուցվել է, որ դա կեղծ է։ Ես նույնիսկ օրինակ կբերեմ, չեմ հիշում այս տարվա սկզբում էր, թե նախորդ տարի, նույնիսկ Իտալիայի վարչապետ Ջորջո Միլոնի մասին ավելի տգեղ տեսանյութեր սկսեցին տարածել, ավելի մոտիկից խոշոր պլանով նկարած, ավելի զզվելի, եւ Ջորջո Միլոնին ուղղակի ինքը վարչապետ էր, ինքը հրահանգեց, գտան այդ կեղծ վիդեոները պատրաստողներին, կարծեմ դատելել են իրենց եւ ապացուցվեց, որ դա կեղծ է։ Մեր դեպքում հակառակն է ուղղակի, հենց իշխանական թևն է այդ ամենը անում եւ իրենք պետք է գտնեն այդ անողին, բայց ինչպես գտնեն, եթե հենց իրանց հրահանգով է դա արվում, իրենք են անում, ուղղակի դա զզվելի է եւ ամենակարևորը, իրենք էլ հասկացան, որ իրենց այդ արարքը չգտավ իրենց երազած արձագանքը, մարդիկ ընդհակառակը հենց իրենց սկսեցին քննադատել, իրենց դեմ խոսել, այն աստիճան իրենց սպասումները չարդարացան, որ նույնիսկ իրենք ջնջեցին այդ կեղծ Telegram ալիքը նորաստեղծ, որով սկսել էին տարածել, իհարկե եւ մյուս իրենց լրատվականներով անունները չեմ ուզում տամ, որ չգովազդեմ։ Հասարակության պառակտումը Փաշինյանը շարունակում է խորացնել կարծես թե եւ նախընտրական շրջանն էլ իր հերթին միշտ մեծացնում է այդ բաժանումը։ Որոշ փորձագետներ պնդում են, որ իշխանության նման վարքագիծը պարարթող է ստեղծում քաղաքացիական բախումների համար, դուք ինչ կասեք։ Դե իրենք քանի որ արդեն տեսնում են, որ չունեն մեծ աջակցություն, այո, միգուցե քայլեր անեն եւ իրենց քայլերի այս սրությունը նույնիսկ ցույց է տալիս, որ իրենք այո, ամեն ինչ ուզում են անեն, որ բախումներ ստեղծվի, որ հայրենասեր մեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ հայերը, հայրենասեր հայերը, որ իրենք դուրս գան փողոց իրենց արժեքների համար եւ բնականաբար հակառակ կողմից ներկայիս իշխանությունները կհանեն եւ ուժայիններին եւ նույն այդ իրենց աղանդավորներին եւ մնացած եսիմ կփորձեն, կուզեն, իրենք ցանկանան, որ բախումներ լինի, որովհետև մենք շատ հաճախ ենք լսել, որ Նիկոլ Փաշինյանը առանց արյուն թափելուչի, հեռանա առանց արյուն թափելուչի անի, այո, նա երազում է հայի արյուն թափվի, ինչքան թափվել է նրա համար քիչ է, որովհետև ինքը ատում է հայ ազգին, եւ նա փորձեր կանի, կհաջողվի դա նրան թե չէ, ես չեմ կարող ասել, հուսով եմ չի հաջողվի, չգիտեմ, Աստված տա, որ մեր հայ ժողովուրդը ավելի խելամիտ գտնվի, չտրվի ցանկացած սադրանքի, որովհետև իրենք կարող են սադրել, մեր ուժայիններին էլ ես արդեն չգիտեմ արժի կոչ անել, թե չանել, անկեղծ ասած, որովհետև նրանք փաստացի այսօրվա իշխանությանն են ծառայում, իրենք պետությանը ժողովրդին չեն ծառայում, եւ եթե իրենց թվում է, որ հետո իշխանափոխությունից հետո որ անպայման տեղի է ունենալու, իրենց որևէ բան կարող է արդարացնել, ես նրանց ուզում եմ հիասթափեցնել, նման բան չի լինելու։ Բոլորը օրենքի առաջ պատասխան են տալու, որովհետև իրենք էլ հասկանում են, որ օրենք են խախտում։
ու այս բռնաճնշումները ժողովրդի դեմ, եկեղեցու դեմ, հոգևորականների դեմ, այդ ամենի համար իրենք պատասխան են տալու։ Դրա համար քանի ուժ չի, ուզում եմ սթափվեն եւ կանգնեն ժողովրդի կողքին։ Դա իմ ուղղակի հորդորն է, ուրիշ բան չեմ կարող ասել։ Նախկին հոգևորականը անընդհատ հղում է անում ժողովրդին, Հովանանվանքի նախկին հոգևորականը։ Տպավորություն է, թե ինքը Աստծուց խոսքը տարածողը չէ, այլ պոպուլիստ քաղաքական գործիչ է։ Ձեր գնահատականները այս անձի գործունեության հետ կապված։ Դե ես իրեն չեմ կարող անվանել Աստծո խոսք տարածող, ինքը արդեն իսկ դավաճանել է թե Աստծուն, թե հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, ինքը հիմա շարքային ինչ որ մեկն է, ում օգտագործում է Նիկոլ Փաշինյանը, միգուցե նրա կինը, մենք տեղյակ ենք, որ իրենց տուն գնալ գալ է ունեցել, որ տուն է օծել, շփում ունի Աննա Հակոբյանի հետ, իրեն միգուցե հավատացրել են, որ ինքը, չգիտեմ, Աստծո կողմից տրված ինչ որ դեմք է, ինքն է հավատացել է, ես նրան էլ եմ ուզում հիասթափեցնեմ, իրան օգտագործելու են ու դեն նետեն, դա նորմալ է, իրա նմաններին օգտագործում են, դեն են նետում, իրեն շանս էր տված, որ ինքը հետ կանգնի իր սխալ ուղուց, ինքը չարի, չգիտեմ, գայթակղությանն է տրվել, մայրաթորի կողմից իրեն մի քանի անգամ հնարավորություն է տրված եղել, որ նա գնա բացատրություն տա, միգուցե զղջա իր արածների համար, վերադառնա իր եղբայրների մոտ, հոգևոր եղբայրների, նա դա չի արել, ես չգիտեմ, նույնիսկ իմ մոտ կասկածներ կան արդեն, իհարկե դա ընդամենը իմ կասկածներն են, ես ինֆորմացիա չունեմ, որ այդ նախկին հոգևորականը Ստեփան Ասատրյանը ինքը հատուկ արդեն ներդրված է եղել վաղուց եկեղեցական համակարգում, այո, որովհետև անկեղծ ասած ես չեմ հավատում, որ հավատավոր քրիստոնյան կարող է նման կարճ ժամանակահատվածում 180 աստիճանի տակ փոխվել, վեհափառի դեմ գնալ, մեր հայ առաքելական եկեղեցու դեմ գնալ, չընդունի, չհնազանդվի մայրաթորի կողմից հրահանգներին, արդեն իմ մոտ տպավորություն է, որ այս ծրագիրը վաղուց է մշակվել ու իր դերն էլ վաղուց է ընտրված եղել, նրան ուղղակի ցավակցում եմ, նրան օգտագործելու են դուրս նետեն, շպրտեն ու ինքը մերժված է մնալու բոլոր կողմերից, թե եկեղեցու կողմից, թե ժողովրդի կողմից, դե ինչ ասեմ, դա իր ընտրությունն է։